Պարոն Զաքարյան, առաջին Արցախյան պատերազմում փայլուն հաղթանակ տարանք, բայց որպես այդպիսին առանձին հաղթանակի օր չունեինք, այլ ընդամենը այսօրը մայիսի 8-ին Շուշիի ազատագրման օր էր, ընդամենը չնայած եռատոն հաղթանակ ունենք, հատուկ չնշվեց հաղթանակի օր, ինչն էր պատճառը ձեզ։ Ինչի մասին է այսօր խոսքը, երբ այսօր 20 թվականի այդ պատերազմն են մոռանում, 92 թվականի հաղթանակներն են մոռանում, էլ ինչ կարելի է խոսել 41 թվի մեր հաղթանակների մասին, երբ մի փոքր ժողովուրդ 110 սովետական միության հերոս է տվել, 5 հատ մարշալ է տվել, ինչու մասին է խոսում, ինչ 92 թվի, ինչ 20 թվի, ամեն ինչ է մոռացված։ 20 թվից առաջ, գոնե այսպես հատուկ հաղթանակի օր նշանակվեր, սահմանվեր 20 թվից առաջ։ Մինչև 18 թիվը ամեն օր էլ հիշվում էր, կլներ դա Մարդակերտ, Մադախից, Լաչինգեյեսի, մինչ ամեն օրը իր օր, ամեն մի ազատագրված հող իր օրն ուներ։ Դες օր չկար, որ մենք չհիշենք կամ հիմի մենք ամենամեծ հաղթանակներն են մոռացել, ես էդի նկատի ունեմ։ Ինչի մասն է, ինչ Շուշի ազատագրում կամ չգիտեմ 41-ի Ցանկացած ազատամարտիկ այսպես հոգու խորքում փայփայած հույս ունի Արցախ վերադառնալու, Արցախը նորից ազատագրելու։ Ունեք այդպիսի հույս դուք, որ Արցախը նորից կազատագրվի, ասում են հողը ով է ասել, որ մի անգամ պիտի ազատագրես։ Ինչպես եք տեսնում դեպի Արցախ այդ ճանապարհը։ Հավատացեք, որ երազում եմ, երբ պիտի տեսնեմ այս օրը։ Ու կլինի, երևի մեզ շարունակումները կամ ովքեր ծնվել են բրիգան, սուտ պատմությունները իրենց չպատմեն։ Պատմեն իսկական հայի պատմություն, պատմեն Նժդեից, Անդրանիկից, Սպարավետ Վազգեն Սարգսյանից, դաստիարակեն երիտասարդությանը, հայրենասիրության։ Ինչպես եք պատկերացնում Արցախի ազատագրումը։ Ինչպես գիտեք, ազգը մի բռունցք պետք է դառնա, ոչ հիմիկվա պես։ Հազարատ կուսակցություններ ամեն մարդ իր գաղափարն է առաջ քաշում։ Ինչպես 90 թվականներին էր, կար մի գաղափար, ազատագրել, ոչ թե գրավել, այսպես թուրքեր են ասում, գրավեցին, օկուպանտներ են։ Մենք ազատագրել ենք մեր հողերը։ Դա Աստված, ինչ ասեմ, դա Աստված կա այդ ժամանակ, որ մեր սերունդները իսկականից ազատագրեն թե ոչ միայն Արցախ, Նախիջևանը ինչու չենք ասում, ինչու չենք ասում մեր արևմտյան Հայաստանը։ Ու մեղավորությունը գցել սրան նրա վրա, երկրորդ քաղաքականություն։ Պարոն Զաքարյան, դուք խոսում եք միասնականության մասին, բայց դուք ինքներդ էլ տեսնում եք մարդիկ ինչքան անտարբեր են, մարդիկ ինչքան այսպես հեռու են տանում իրենցից, ասում են Արցախը մեզ հետ ինչ կապ ունի, մենք ուր, Արցախը ուր, մինչև չի հասել իրենց դռներին, այսպես շարունակում են խնդիրը իրենցը չհամարել։ Այո, հիմիկվա ժամանակը հենց նույն պատմությունը, ինչպես արևմտյան Հայաստանում եղավ, երբ դեռ չեն հարձակվում ինչ-որ մի հատ մարզի ռեգիոնի վրա, իրանք ասում են, որ մեր ասենք գյուղը կամ ռայոնը մնալու է։ Չէ, միասնական չեն, պատմությունը կրկնվում է, նույն հիմիկվա պատմություն է։ Եթե հիշում եք Արցախում ինչ ձև են ժողովուրդը դուրս եկել, ոտքով երեխաները գրգած, այդ ձևի նկարներ կա, չէ, նույնն եղել է արևմտյան Հայաստանում, ինչպես տարան Տերզորի անապատներում մորթեցին ու սվանեցին։ Մենք դասեր չենք քաղում մեր պատմություններից։ Չենք լինի միասնական, ավելի վատ է լինելու, ավելի վատ է լինելու։ Կլինենք միասնական, ամեն ինչ էլ հետ ենք բերել։ Հայ երբեք օկուպանտ չի եղել։ Շուշի գրավումը ոչ թե ասենք մայիսի 8-ին է սկսվել, երջանկա հիշատակ կոմանդոսը ամսի 4-ին, մայիսի 4-ին մի անգամ ցույց տվեց, թե որտեղից ենք մենք հարձակվելու։ Ամսի 4-ին բարձրացան տվյալ դիրքեր, երբ լույսը բացվեց արդեն ամսի լույսը բացում էր, արդեն հրաման եկավ, որ իջեք ներքև, այսօր չենք հարձակվելու, հետ ենք վերադարձել նորից մեր բնակավայր, որտեղ որ մենք տեղակայվել ենք, եւ ամսի 7-ին նորից, մայիսի 7-ի առավոտ նորից հրաման տրվեց, թե շարժվում ենք դեպի այդ տվյալ ուղղությունները։ Լուսաբացին մայիսի 8-ին առաջի հենց կրագոցից կռատ սնայլատներով սկսեցին մեր տղաները կրագել դեպի Շուշի։ Ունես մի հատ տպավորություն էր, որ
այդ սցենարիատներից մեկը ընկել էր հենց բենզակայանի վրա ու Շուշին վառում էր, ոնց որ կրակների մեջ էր։ Լույսը բացվեց տարբեր ուղղություններով, սկսվեց հարձակումը ու փառկասու հրաման եկավ, որ մերոնք արդեն մտնում են Շուշի, մեր կողմը ասացին մենք պետք է նահանջենք իջնենք ներքև։ Այդ ամբողջ մեր օպերացիայի հրամանատարն էր գեներալ գնդապետ այսօրվա Ծերան Հովանյանը, Արքու պատիվ իրեն, դե Շուշին ինչ-որ Բեռլինն է անել։ Ես ասեցի չեն որ ցանկացած գյուղի հաղթանակ մեր համար հաղթանակ էր, ազատագրում մեր համար հաղթանակ էր։ Շուշին ընդհանրապես տարավ ոնց որ Բեռլինն է։ Շուշով վերջացավ հավատացեք պատերազմը։ Կոտրվեց այդ շունփուրքի մեջքը ու իրանք հասցրեցին նահանջել ամեն ինչ հետ տալ։ Մեր սրբազան հողերը։ Պատկերացրեք մենք չենք էլ պատկերացնում թե ինչ ենք արել։ Ոչ թե ասենք մենք մինակ ամբողջ հայ ժողովուրդ չէր պատկերացնում թե ինչ էր։ Այդքան որ մենք ուրախացած այդ վիճակի մեջ ենք էլի թե ինչ է կատարվել։ Այո, դե կապված էր մեր սպարապետի Վազգեն Սարգսյանի հետ հարսանիք լեռներում, որ խոստացել էր, որ երբ Շուշին ազատագրվի կամուսնանա, ոչ չգիտեմ, Շուշին ազատագրվեց, բայց ինչ ամուսնացավ, չհասցրեց երևի թե ինչ, ավերջ փառք բոլոր տղաներին ես կարող եմ ասել, այսինք է պատմություն, այսինք, ամեն մեկը մի հատ պատմություն։ Դեռ գտնվում են հենա մեր կռված տղաները, որոնք մասնակցել են տարբեր ուղղություններով, այդ ծրի բաներ։ Ես բարձր տրամադրություն իհարկե իմ ընկերները զոհված են այսօր չկա, բայց իրանք իմ հոգու սրբի մեջ են, իմ բարձր տրամադրությունը այսօր կարող է չտալ, էլի, գերագույն գլխավոր տերապի անուն կարող է չտալ։